Պետական կարգավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հիմնական զեկուցող Արմեն Մկրտչյան։ Շնորհակալություն։ Հանձնաժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, հանձնաժողովի քննարկման է ներկայացվում տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչով մասնավորապես առաջարկվում է ստեղծել իրավական հիմք ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող տեխնիկական անվտանգության պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման համար։ Գործող օրենսդրական կարգավորումներով տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում ըստ էության առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես ՕԱԿ-ի հիմնական գործառույթները իրականացվում են նաև հավատարմագրում ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից։ Այս իրավիճակում պետական համակարգի բաղադրիչ մաս կազմող ՕԱԿ-ը մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում են նույնական գործունեություն, ինչը հանգեցնում է տնտեսական անհավասար պայմաններ վերջիններիս միջև։ Բացի այդ, ներքին գործերի նախարարության եւ ՕԱԿ-ի գործառույթները եւս հստակ տարանջատված չեն, շատ դեպքերում կրկնում են իրար, արդյունքում նախարարությունը տվյալ ոլորտում լիարժեք չի կարողանում դիրքավորվել իր քաղաքականության մշակման եւ իրականացման գործառույթները իրականացնելիս։ Նախագծով առաջարկվում է ՕԱԿ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրման ու տեխնիկական քննության իրականացման գործառույթները վերապահել միայն հավատարմագրված մասնավոր կազմակերպություններին, իսկ ոլորտի քաղաքականության մշակման լիազորությունները վերապահել բացառապես նախարարությանը։ Թերևս այսքանն է նախագիծը, պարոն Քոչարյան, կխնդրեմ նաև նախագիծը քննարկման ներկայացնել 24 ժամյա ընթացակարգով, քանի որ պրոցեսները այնպես են ընթանում, որ նոյեմբերի 1-ին մենք օրենքը ճիշտ կլինի, որ ընդունած ունենանք։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, հարցեր հիմնական զեկուցողին Գեղամանուկյան։ Պարոն Մկրտչյան, ի վերջո այդ փոփոխությունը շատ վաղուց հայտնի էր։ Ո՞րն է։ Հա, բայց ո՞րն է շտապողականությունը։ 24 ժամյա ռեժիմ, 24 ժամյա ռեժիմ։ Շուտ բերեք առաջին երկրորդ ընթերցում։ Այսինքն ամեն ինչը կառավարությունը վերում է 24 ժամյա ռեժիմ։ Ամեն ինչը վերում են, էլի։ Այսինքն ամեն անգամ ազգային ժողովի օրակարգ հաստատելու մի քանի հարց առնվազն 24 ժամյա ռեժիմ է։ Եվ երկրորդ հարցը, ես բարձրաձայնեցի, որպես ներքին գործերի նախարարություն, նաև ձեր ստորաբաժանումն է բարեկային ծառայություն, նաև երթևեկության ապահովում։ Իրականում հանրության մեջ լուրջ արձագանք է ստացել շաբաթ օրվա ակցիան, երբ որ գրեթե բոլոր կամուրջների մոտ, Երևան մտնող մայրուղիների մոտ անհավատալի խցանումներ էին առաջացել, հիմա չեմ էլ քննարկում ակցիան լավն էր թե չէ։ Հիմա նույն տրամաբանությամբ կարող է վաղը ակցիա անեմ, օրինակ Կոնդի Դաչեկի մուտքի մոտ ասեմ ամեն քաղաքացու 10,000 դրամ բաժանում եմ, բայց անվտանգության նկատառումներից ելնելով ՊՊՏ-ն ինձ թույլ չի տա, չէ։ Այսինքն ամբողջ քաղաքը պարալիզացվում է, լավ, որևէ մեկը այդ հաշվի առել է, որևէ մեկը հաշվի առնել, թե բիզնեսը ամեն ինչից կարևոր է։ Եվ նաև իհարկե այս թեմային չանշում, բայց լուրջ անվտանգային հարց կա։ Երևանի բոլոր խոշոր կամուրջների մոտ կամ բենզակայաններ, հաղթանակ կամուրջ, 2 ծերի, Աստված մի արածե, վաղը որևէ դեպք եղավ։ Դավիթ Հաշեն, 2 ծերի, վաղը Աստված մի արածե, որևէ դեպք եղավ։ Որևէ մեկը այդ համակարգի հետ կապված ինչ որ հաշվարկներ կատարում է, ասում եմ Աստված մի արածե, բայց ցավոք սրտի մեր կյանքում այնքան ահավոր բաներ տեսանք, որ աշկը միշտ տեսածից է վախենում։ Ավելացնեմ, նաև լցակայաններ ունենք հենց բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ։ Այսինքն այստեղ խնդիր կա նաև տեխնիկական անվտանգության հետ առնչվող, որի հետ կապված աշխատանքային իրավակարգավորումների փուլ մենք մտնում ենք։ Ես իհարկե չեմ կիսում պարոն Մանուկյանի տեսակետը այս հարցով 24 ժամյա ռեժիմը հաստատելուն, որովհետև եթե մենք հանկարծ ուշացնում ենք, հա, նոյեմբեր ամսից, մենք խնդիր ենք ունենում տեղ զննություններից սկսած եւ այդ ոլորտին առնչվող բազմաթիվ այս տարվա համար նախատեսված ծրագրերի մեջ։ Դրա համար այս հարցում գոնե ես ունեմ իմ կարծիքը, որ պետքա 24 ժամյա ռեժիմը հաստատենք, քվեարկությունը ցույց կտա իհարկե։ Խնդրեմ պարոն Մանուկյանի հնչեցրած հարցերին։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, իրավացի եք, մենք գործ ունենք տեխնիկական անվտանգության, արտադրական վտանգավոր օբյեկտների հետ եւ ըստ ժամանակացույցի մեր շատ կարեւոր է, որպեսզի մենք նոյեմբերին ունենանք ընդունված օրենք, քանի որ պրոցեսները բոլորը եկել են եւ այս ժամկետին են հանգել եւ դրանով իսկ
սահուն ապահովելու է տեղանվտանգության որակը հանրապետության տարածքում։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ես համաձայն եմ, որ Երևան քաղաքը հատկապես բեռնված է տրանսպորտային միջոցներով եւ շատ հաճախ մենք հանդիպում ենք խցանումների, այս առումով եւ երկարաժամկետ, ռազմավարական եւ կարճաժամկետ ընթացիկ պրոցեսներ են գեներացվում եւ իրականացվում ներքին գործերի նախարարության, հատկապես ոստիկանության բարեկային ծառայության կողմից, որպեսզի խցանումները թոթափվեն։ Համաձայն եմ, որ ունենք հատկապես օրեր, երբ որ այդ օրերում 1 եւ 2 կամ 2-ից ավել միջոցառումներ են տեղի ունենում քաղաքում, հատկապես խցանումները իրենց զգալ են տալիս, նշեմ, որ բարեկային ծառայությունը ներգրավում է այդ օրերին եւ ժամերին համապատասխան վայրերում ծառայության խցանումները արագ բացելու համար։ Նաեւ տեղյակ եք, որ Երևան քաղաքում եւ տրանսպորտային համակարգի, հանրային տրանսպորտային համակարգի եւ փողոցների վերադասավորումներ են տեղի ունենում եւ այս շրջանակներում եւս զգալի են խցանումները ավելի դարձել, բայց գործընթացի մեջ է եւ վերջնարդյունքում հույսով ենք, որ կունենանք բեռնաթափված եւ նորմալ երթևեկություն։ Շնորհակալ եմ այսքանը։ Լավ, ասեմ ձեզ, որ միայն բարեկային ծառայության միջոցներով հնարավոր չէ խնդիրը լուծել, որտեղ մենք ամիսներ առաջ լսումներ կազմակերպեցինք ճանապարհային երթևեկության հետ առնչվող, որտեղ պարզ դարձավ, որ մեծ ծրագիր պետք է իրականացնենք, որպեսզի կարողանանք բեռնաթափման խնդիր լուծենք։ Տրանսպորտային միջոցների քանակը շատանում է, բայց ճանապարհների թողտվությունը այդքան էլ բան չէ եւ վերջերս նաեւ տեսանելի դարձավ, որ նույնիսկ հեծանիվը խիտ խցանումների պարագայում չի կարողանում հաղթահարել այդ խցանումները։ Այնպես որ խնդիրը արկախել կամ միայն բարեկային ուժերի միջոցով լուծումներ տեսնելը դա քիչ է, որտեվ եւ տեղական ինքնակառավարման մարմինները սկսած շին թույլտվություններից վերջացրած ճանապարհների թողտվության խնդիրների լուծումից վերջին հաշվով կանգառներից կարող է մի մեքենա կանգնի ճանապարհի, անթույլատրելի մասում եւ քաղաքը պարալիզացվի։ Մեքենաների կանգնեցնելու այդ խնդիրներից սկսած բոլորը խնդիրը այդ լուծումների համար պետք է ունենանք ծրագիր։ Այնպես որ այդ խնդիրը համարենք կա եւ միայն բարեկային ուժերը բավարար չեն։ Շատ լավ։ Հարակից զեկուցման համար զայնը տալիս եմ հանձնաժողովի անդամ պարոն Մերոբյանին։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Զեկուցող ամբողջությամբ ներկայացրեց օրենքի փոփոխությունը, ավելացնելու բան չունեմ, ուստի կխնդրեմ իմ գործընկերներից կողմ քվեարկել։ Շնորհակալություն։ Հարցեր հարակից զեկուցողին։ Հարցեր չկան։ Ելույթների համար հերթագրում։ Ելույթներ չկան։ Եզրափակիչ ելույթի համար պարոն Մերոբյան։ Պարոն Մկրտչյան չկա։ Հարգելի գործընկերներ, քվեարկության եմ դնում տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրինագիծը երկու քվեարկություն երևի կանենք, մեկը օրինագծի հետ կապված լիագումար նիստ ընդունելու եւ ռեժիմը 24 շարժումյա ռեժիմի հետ կապված։ Ովքեր են կողմ օրակարգի այս հարցը հարցին կողմ դեմ ձեռնպահ անցավ, ովքեր են կողմ, որպեսզի օրակարգի տվյալ հարցը ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ 24 ժամյա ռեժիմով կողմ դեմ ձեռնպահ չկա, օրակարգը սպառվեց, շնորհակալություն։